Ալելույա։ Բացառեք Եբրայեցիների թուղթը 12-րդ գլխի 2-րդ խոսքից պիտի սկսենք այսօր։ Պիտի խոսենք հավատքի մասին, որովհետև կյանքում ամենակարևոր բանը դա հավատքն է։ Աստծուց ամեն ինչ կարելի է վերցնել միայն հավատքի միջոցով։ Առանց հավատքի ոչինչ հնարավոր չի Աստծուց վերցնել։ Դա կարծես նման լինի մի ձեռքի, կարծես նման լինի մի ճանապարհի, մի միջոցի, որով Աստծուց կարելի է վերցնել։ Թող իր անունը փառավորվի։ Ինքը ամեն ինչ ունի, գրված է, որ իր որդուն չխնայեց, որ իր որդուն տվեց, էլ ինչը պիտի մեզանից խնայի։ Դուք վստահում եք այսպիսի խոսքերին։ Բայց ինչը պիտի խնայի, էլ ինչի կարիք ունես, որ ինքը չի տա։ Ուրեմն մի բանի կարիք կա, մի ձեռք, որը մեկնի դեպի Աստված ու այնտեղից կարողանա վերցնել։ Եկեք այսօր հավատքին մի ուրիշ տեսանկյունից նայենք։ Կարդում ենք Եբրայեցիների 12-րդ գլխի 2-րդ խոսքը։ Պատվիրում է հեղինակը ասում է Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, որ այն ուրախության համար, որ իր առջև դրված էր, խաչը հանձն առավ, ամոթը արհամարեց ու Աստծո աթոռի աջ կողմը նստեց։ Ես ամբողջ խոսքը չեմ վերցնելու, միայն առաջին հատվածը։ Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին։ Ասում է Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին։ Սա պատվեր Աստծո կողմից։ Հավատում եք, որ Աստվածաշունչը գրված է Հիսուսի կողմից, Աստծո կողմից, իր հոգու ներգործության տակ, գրել են մարդիկ տարբեր ժամանակաշրջաններում, բայց գրել են մի ձեռագրով կարծես թե, որովհետև մի ամբողջ ծրագիր կա գրված այստեղ, որ իրար լրացնելով գրել են մարդիկ։ Ու սա մի մարդու խելքի բան չէր։ Ոչ մի մարդ չէր կարող իր կողմից այսպիսի բան հորինել, միայն Աստված կարող էր։ Աստված ներգործելով մարդկանց մեջ գրել է այսպիսի խոսք. Հիսուսին նայենք մեր հավատքի առաջնորդին ու կատարողին։ Սա պատվեր է, նայեք Հիսուսին, ձեր հավատքի առաջնորդին ու կատարողին։ Հեշտ բան չի։ Գիտեք ինչու, որովհետև Հիսուսին ֆիզիկապես մենք չենք տեսնում։ Ու երբեք այս ֆիզիկական աչքերով չենք տեսնելու, դրան չձգտեք, այսօր դրա մասին չեմ խոսելու երբեք։ Որովհետև Հիսուսին պիտի տեսնել մի ուրիշ աչքերով։ Գիտեք, որ մենք մարդիկս ունենք հոգի, ունենք շունչ, ունենք միտք, ունենք սիրտ, զգացումներ, ապրումներ, ունենք կամք, որ կողմ ուզում ուղղում ենք մեր կյանքը, չէ՞։ Հիմա նայեք, այդ բոլորի մեջ դուք նկատել եք, որ դուք չեք նայում միայն ձեր ֆիզիկական աչքերով, դուք հաճախ նայում եք ձեր մտքով, ձեր մտքի աչքերով, ձեր սրտի աչքերով։ Դուք շատ հաճախ կարող են ձեր աչքերը անցնել ինչ-որ մի բանի վրայով, բայց դուք չտեսնեք դա։ Եղել են այդպիսի դեպքեր։ Կարծում եմ բոլորի կյանքում։ Այստեղ հակառակ process-ն է պետք։ Մեր աչքերը ֆիզիկական երբեք չեն տեսնելու Հիսուսին, բայց մեր մտքի աչքերը միշտ պիտի նայեն Հիսուսին։ Այս դրա մասին է գրված խոսքը։ Ասում է Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, ասում է հավատքի առաջնորդ։ Դու հավատում ես։ Քո հավատքը առաջնորդ ունի։ Դու պիտի նայես նրան, եթե ուզում ես քայլել նրա ետևից, եթե ուզում ես ճշմարտության ճանապարհով քայլել։ Դու պիտի նայել ոչ թե ֆիզիկական աչքերով, դրա համար մենք աղոթքի ժամանակ փակում ենք մեր աչքերը, որպեսզի ֆիզիկական բաները մեր ուշադրությունը չշեղեն, բայց մեր մտքի աչքերը նայում են նրան։ Դուք այդպես եք աղոթում։ Երբ որ դու մտքի աչքերով, քո սրտի աչքերով նայում ես նրան, ու խոսում ես հավատալով, որ նա քեզ լսեց, այս է նայել է Հիսուսին։ Բայց եկեք շարունակենք։ Մի դեպք կա Աստվածաշնչում գրված Մատթեոս 14-րդ գլխում, որից կարելի է սիմվոլիկ ձևով վերցնել, թե ինչպես նայել Հիսուսին։ Գիտեք, Աստվածաշնչում ոչ մի տեղ չեք կարդա, որ աղոթելու ժամանակ պետք է աչքերը փակել, այդպիսի պատվեր չկա գրված։ Դա մենք ուղղակի հասկանում ենք, որ ֆիզիկական երևույթները խանգարում են մեզ, գրավում են մեր ուշադրությունը, շեղում են Հիսուսից, դրա համար ենք մեր աչքերը փակում, որ մեր ուշադրությունը չշեղվի Հիսուսից։ Այդպես է, չէ՞։ Բայց Աստվածաշունչը նման բան չի պատվիրում։ Բայց հետաքրքիր մի բան նկատել եք, որ Հիսուսը աղոթքի ժամանակ ինչպես էր անում իր աչքերի հետ։ Միտեղ իր աղոթքի համար գրված է աչքերը երկինք բարձրացրեց ու ասեց։ Այսինքն սա միայն ֆիզիկական աչքերի մասին չէր։ Իր սիրտը գնաց մի հատ երկինք։ Իր հոգու, սրտի աչքերը մի հատ բարձրացան դեպի երկինք։ Ինքը հոր հետ էր ուզում խոսել։ Նայեց երկինք ու սկսեց խոսել։ Եթե մեզ համար պատվեր է գրված, որ նայեք Հիսուսին, ձեր հավատքի առաջնորդին, Հիսուսը ում պիտի նայեր։ Իր հորը։ Աղոթքի ժամանակ նա պիտի նայեր իր հորը։ Նայում էր ու խոսում էր։ Դրա համար գրված աչքերը երկինք բարձրացրեց ու ասաց եւ աղոթեց այդպես։ Բայց եկեք Մատթեոս 14-րդ գլուխ 22-րդ խոսքից պիտի կարդամ մինչև 33-րդ խոսքը։ Մի հետաքրքիր դեպք է նկարագրված։ Ուրեմն Հիսուսը շատ մարդկանց մեջ էր, պատմում դրանից առաջ ինչ տեղի ունեցավ։ Շատ մարդկանց մեջ էր։ Հետո այդ մարդկանց բուժեց, սովորեցրեց, խոսեց, այդ մարդկանց կերակրեց հացով հրաշքանելով, հացը բազմացնելով։ Հետո գրված է, որ առանձնացավ ժողովրդից, իր աշակերտներին ստիպեց, ասեց՝ մտեք նավակի մեջ ու անցեք լճակի մյուս կողմը։ Իրենք Գալիլեայի լճի ափին էին այդ ժամանակ գտնվում։
Ու աշակերտները մտան նավակի մեջ ու սկսեցին թիավարել դեպի լճի խորքը, որ անցնեն մյուս կողմը։ Հիսուսը առանձնացավ, երկար աղոթեց, հետո նորից վերադարձավ լճի ափը, տեսավ, որ աշակերտները դեռ լճի կենտրոնում են, իրենք չեն հասցրել անցնել մյուս կողմը, որովհետև գրվածը ուժեղ փոթորիկ էր ու խանգարում էր իրենց այդ փոթորիկը։ Եկեք կարդամ այդտեղից։ Եվ շուտ աշակերտներին շտապեցրեց, որ նավը մտնեն եւ իրենից առաջ մյուս կողմը անցնեն, մինչև որ ինքը ժողովրդին արձակի։ Եվ ժողովուրդը արձակելուց հետո ինքը լեռը ելավ առանձին աղոթք անելու, ու երբ իրիկուն եղավ, այնտեղ մենակ էր, իսկ նավը արդեն ծովի մեջտեղը ալեկոծության մեջ էր, որովհետև քամին հակառակ էր։ Եվ գիշերվա 4-րդ պահին Հիսուսը դեպի նրանց գնաց, ծովի վրա քայլելով, եւ աշակերտները, երբ նրան տեսան, որ ծովի վրա քայլում էր, խռովեցին եւ ասացին, թե աչքի երևույթ մի բան են տեսնում, ու վախերից կանչվորտում էին։ Եվ անմիջապես Հիսուսը խոսեց նրանց ու ասաց. «Քաջ եղեք, ես եմ, մի վախեցեք»։ Պետրոսը պատասխան տվեց նրան ու ասաց. «Տեր, եթե դու ես, հրամայիր ինձ, որ քեզ գամ ջրերի վրայից»։ Եվ նա էլ ասաց. «Արի»։ Պետրոսն էլ նավից իջավ, ջրերի վրայից քայլեց, որպեսզի Հիսուսի մոտ գնա։ Բայց քամին սաստիկ տեսնելով վախեցավ, ու երբ սկսեց ընկղմվել, աղաղակեց ու ասաց. «Տեր, ազատիր ինձ»։ Եվ Հիսուսը անմիջապես իր ձեռքը մեկնեց, բռնեց նրան ու ասաց. «Թերահավատ, ինչու երկմտեցիր»։ Ու երբ նավը ելան, քամին դադարեց, եւ նրանք, որ նավի մեջ էին, եկան երկրպագություն արեցին նրան ու ասացին. «Իսկապես Աստծո որդի ես դու»։ Հալելույա։ Մի հետարքիր հրաշք է գրված, դեպք է գրված, ու Հիսուսի կյանքում կատարված դեպքերը բոլորովին երբեք պատահական չեն եղել։ Հիսուսին պետք էր, որ մի լավ, ինչ-որ մի դաս սովորեցներ իր աշակերտներին։ Ու նայեք Հիսուսի կյանքում եղած բոլոր դեպքերը, բոլոր հրաշքները եղել են մարդկանց օգուտի համար, թե հոգևոր, թե ֆիզիկական։ Թող իր անունը փառավորվի։ Ինքը այդպիսի Աստված է, որ հոգ է տանում մարդկանց համար ու պատրաստ է նույնիսկ հրաշքներ գործի։ Հրաշքը գիտեք որն է, երբ որ բնական, բնության մեջ եղող օրենքների խախտում է տեղի ունենում։ Չէ՞ որ այս բնության մեջ գտնվող բոլոր օրենքները ինքը Աստված է դրել։ Ու ոչ միայն դրել այն, նաև պահպանում է, որ այդ օրենքները պահպանվեն ու ճիշտ ձևով իրականանան։ Բայց մեկ-մեկ էլ ինքը Աստված ու Տեր լինելով այս բնության վրա իրավունքով Տիրոջ խախտում է այդ օրենքները, թող իր անունը փառավորվի։ Հալելույա։ Այս դեպքի մեջ մի քանի հետաքրքիր բան կա, որ ուզում եմ անպայման իրար հետ ուշադրություն դարձնենք։ Գրված է, որ Հիսուսը մոտեցավ նավին, անցնում էր ջրի վրայով, քայլում էր, աշակերտները տեսան ու շփոթվեցին, խառնվեցին։ Իրենք երբեք այդպիսի բան չէին տեսել, որ մեկը ջրի վրայով կարա քայլի։ Հետո Հիսուսը ձայն տվեց, ասեց. «Ես եմ, մի վախեցեք»։ Ու Պետրոսը սկսեց, ինքը առաջինն էր, որ մեջ մտավ, կարծես թե ինչ-որ մի բան։ Պետրոսին հաճախ ենք տեսնում, չէ՞ որ առաջ էր ընկնում, ինչ-որ մի բան, բուռն ուզում էր մի բան կատարած լիներ։ Պետրոսի այդ տարարքը միշտ չէր, որ իր համար օրհնություն էր լինում։ Այս անգամ բայց լավ օրհնություն եղավ։ Ուրեմն Պետրոսի գործողությունների մեջ նկատում ենք 4 բան։ Ես ուզում եմ, որ այս 4 գործողությունները իրար հետ ուշադրություն դարձնենք, որովհետև մեր կյանքում դրանք շատ իրական են, այսօր էլ իրական են։ Պետրոսը, երբ որ տեսավ Հիսուսին, ասեց. «Տեր, եթե դու ես, հրամայի, որ ես գամ ջրի վրայով»։ Կարդում եք 28-րդ խոսքում։ Պետրոսը պատասխան տվեց նրան ու ասաց. Այս պատասխան տվեց ու ասաց խոսելաձև էր այն ժամանակվա, դրա համար գրել են առաքյալները այս ձևով։ Ուղղակի խոսելաձև էր, իրեն հարց տվող չէր եղել։ Տեր, եթե դու ես, հրամայիր ինձ, որ քեզ գամ ջրերի վրայից։ Հիսուսը միայն մի բառ ասեց. «Արի»։ Գիտեք, որպեսզի մենք կարողանանք կյանքում հավատքով ապրել, հավատքով քայլել, մեզ Աստծո կողմից խոսք է պետք։ Մեր տրամաբանությունը, այն ինչ մենք կմտածենք, այն ինչ մենք կենթադրենք, ոչ մի արժեք չունի Աստծո առաջ, մինչև իր բերանից խոսքը դուրս չգա։ Մինչև Աստծո բերանից խոսքը դուրս չգա, ոչ մի հրաշքի մի սպասեք ու ոչ մի հրաշքով մի քայլեք։ Այդ խոսքը կամ պիտի գրված լինի Աստվածաշնչում, կամ շատ իրական դուք պիտի ստանաք Աստծո կողմից։ Եթե գրված Աստվածաշնչում, հավատացեք, որ դա Աստծո բերանից դուրս եկած խոսք է ու կարող եք դրա վրայով քայլել։ Ասեց հրամայիր, այս այնքան կարևոր մի բան էր, որովհետև Պետրոսը ինչ համարձակությունով կարող էր քայլել ջրի վրայով, եթե մի հատ հիմք չունենար դրա համար։ Իր գործողության, իր համար հրաշքի համար մի հատ հիմք էր պետք իրեն։ Խոսքի կարիք կա, միշտ։ Գիտեք, որ առանց խոսքի հավատք գոյություն չունի։ Մարդիկ կհանդիպեք, որ կասեն, ես այնքան շատ հավատք ունեմ, այնքան մեծ հավատք ունեմ։ Ասում ես, գիտես Աստվածաշնչում ինչ է գրված։ Ասում է, չէ։ Մարդը հավատք չունի։ Ու գիտեք ինչից է, որ ասում է, ես շատ մեծ հավատք ունեմ, որովհետև ինքը չգիտի Աստվածաշնչում ինչ է գրված։ Այո, որ կարդա նոր կտեսնի իր հավատքը ինչքան փոքր է։ Ես ռիսկ չեմ անում ասեմ մեծ հավատք ունեմ, որովհետև գիտեմ ինչ մեծ հավատքներ կան։ Կարդում եմ Աստվածաշնչում ինչ մեծ հավատքներ կան։ Դեռ մարդկանց հետ չհամեմատվելով Հիսուսի հետ համեմատվենք մենք։ Մեր կատարյալ օրինակը ինքն է, չէ՞։ Չկա Աստծո խոսք, չկա հավատք։
Չգիտեմ դուք այսպես եք հավատում, Հռոմեացիների 10-րդ գլխի 17-րդ խոսքում գրված է հավատքը լսելուց է, լսելն էլ Աստծո խոսքից։ Իսկ եթե մեկը չի լսել Աստծո խոսք, ուրեմն հավատ գոյություն չունի։ Ես չեմ խոսում նրա մասին, որ Աստված կա, այսպիսի հավատք, ես սրա մասին չեմ խոսում։ Աստված հավատք անվանում է այն հավատքը, որը հավատում է իր ասած խոսքերին։ Եթե մարդը չգիտի Աստված ինչ է ասել, ինքը չի կարող հավատք ունենալ։ Դրա համար դուք այն երանելի մարդիկ եք, որ գիտեք Աստծո խոսքը, բայց գիտեք աշխարհում ինչքան մարդիկ կան, որ չգիտեն Աստծո խոսքը։ Այս սրա համար կարիք կա, որ խոսեք դուք Աստծո խոսքը։ Ում ականջին որ հասնի, նրանք կկանգնեն ընտրության առաջ, հավատան ձեր ասածին, թե չհավատան ձեզ։ Շատ հետաքրքիր էր այստեղ եւս մի բան, Պետրոսի այս գործողության մեջ, որ ինքը ասեց հրամայիր ու ես գամ։ Նայեք ինչա գրված. Տեր, եթե դու ես հրամայիր ինձ, որ քեզ գամ ջրերի վրայով։ Չգիտեմ, գուցե մի ուրիշը կմտածեր, որ իջնեմ նավից ջրերի վրա մի քիչ պարեմ։ Իջնեմ նավից, չգիտեմ, թող են մյուս աշակերտները զարմանան, որ ես ջրերի վրա կանգնել գիտեմ։ Պետրոս ասեց, որ քեզ գամ։ Ձեր հավատքը ինչի համար է պետք։ Նրա համար, որ այս աշխարհում ապրեք ինչ-որ մի ձևով։ Հավատքը պետք է նրա համար, որ մարդիկ տեսնեն, թե դուք իրենցից բարձր եք, ինչի համար է պետք ձեզ հավատքը։ Եթե նրա համար չի, որ դուք գնաք դեպի Հիսուսը, ուրեմն էսի ճիշտ հավատք չի։ Տեսեք, Պետրոսը երկու բան ուներ։ Ինքը ձգտում ուներ, որ ինքը քայլեր ջրերի վրայով, ու այս ձգտման համար մի հատ շարժառիթ ուներ, որ գնար Հիսուսի մոտ, որ գնար Հիսուսի մոտ։ Երկրի վրա ապրող մարդը, քրիստոնյան, հավատացյալ է, ինքը միայն սրա համար պիտի ապրի։ Քեզ հավատքը պետք է նրա համար, որ դու գնաս Հիսուսի մոտ։ Դու այսպես ես մտածում, թե չէ։ Այս աշխարհում փոթորիկներ շատ կլինեն, ինչպես այս լճակում եղավ։ Այս աշխարհում շատ արգելքներ կլինեն, քամիներ կլինեն, որոնք խանգարեն քեզ։ Քեզ հավատք է պետք, որ դու այդ ամեն ինչի վրայով կարողանաս գնալ Հիսուսի մոտ։ Ու սա է քեզ ամենաշատը պետք։ Չգիտեմ ինչպես ես մտածում դրա մասին։ Եկեք մի քիչ այս հավատքի մասին ավելին խոսեմ։ Գիտեք, ամեն մարդ իր մտքի աչքերով, քանի որ խոսում եմ Հիսուսին նայելու մասին, դրա համար շատ պիտի ասեմ այս մտքի սրտի աչքերի մասին։ Ամեն մարդ իր մտքի աչքերով տեսնում է Հիսուսին այնպիսին, ինչպիսին ինքը ճանաչում է։ Նկատել եք, որ դուք մարդիկ կտեսնեք, չգիտեմ, գուցե ձեր կյանքում էլ կբռնացնեք ձեզ, որ դուք հաճախ Հիսուսին ճիշտ չեք ճանաչում։ Որ սպասում եք, որ հեսա Հիսուսը ձեր մեղքի դիմաց ձեզ չգիտեմ ինչպես կպատժի, մեկ էլ դրա փոխարեն ինքը գրկաբաց ընդունում է ձեզ։ Մի ուրիշ դեպքում հակառակը, սպասում եք, որ հիմա ինքը գրկաբաց կընդունի, մեկ էլ տեսնում եք, չէ, որ շատ խիստ է վերաբերվում այդ պահին, ասում է իմ ներկայությունը չես ստանա մինչև չզղջաս։ Նկատել եք, սա ինչից է գալիս, գիտեք, որովհետև այդ լավ չճանաչելուց բոլոր մարդիկ իրենց մտքի հայացքում, մտքի մեջ տեսնում են այնպիսի Հիսուսին, ինչպիսին իրենք ճանաչել են։ Տեսնում են այնպիսի Աստված, ինչպիսին իրենք ճանաչել են։ Սաղմոս 115-ում եւ 135-ում մի հատված կա, որ կրկնված է ուղղակի, երկու սաղմոսներում էլ գրված են։ Գրված է, որ հեթանոսների կուռքերը բերանուն են չեն խոսում, աչքեր ունեն չեն տեսնում, ականջներ ունեն չեն լսում։ Դա չեմ ուզում թվարկել, ճիշտ է գրված։ Ու իսկապես այն կուռքերը, որ սարքում են հեթանոսները, նրանք այդպիսին են։ Նրանք համր են, գործել չգիտեն, խոսել չգիտեն եւ այլն։ Բայց շարունակության մեջ մի հետարքիր խոսք է գրված է դրանք սարքողները դրանց նմանվում են։ Այդ սարքողները հենց այդպիսին կլինեն։ Դու որ Աստվածաշունչը կարդում ես ու հավատում ես Աստծուն, ինչպիսի Աստված ես պատկերացնում։ Քո սրտի մեջ, քո մտքի մեջ ինչպիսին ես տեսնում Հիսուսին։ Այդպիսին էլ դու կլինես, ու այդպիսի կյանք էլ դու կունենաս։ Դու կպատկերացնես, որ չգիտեմ, հեսա մեղք եմ գործել կամ Հիսուսի առաջ ինքը մի հատ լավ պատիժ, որովհետև չգիտեմ, մի հատ հիվանդությունով կամ էլի մի հատ ահավոր բանով, որովհետև մեղք եմ գործել, հետո գալիս ես մեկ էլ տեսնում ես, չէ, ինքը գրկաբաց ընդունում, ասում ես ուրեմն լավ չէի ճանաչում Հիսուսին։ Կամ հակառակն է տեղի ունենում։ Դու մտածում ես, որ դե ներող Աստված է, ամեն ինչ կների, կարելի է այսօր էլ մի հատ սուտ խոսել։ Մեկ էլ տեսնում ես այդ մի ստի պատճառով կորցրեցիր իր ներկայությունը։ Չգիտեմ, եղել է ձեր կյանքում այդպիսի բաներ։ Ապրել եք Աստծո ներկայության կորցնելը մեղքի պատճառով։ Երբ որ մեղք ես գործում ու փնտրում ես իրեն ու չկա, մինչև չես զղջում, չես ասում Տեր, ների ես մեղքերս, խնդրում եմ ոչնչացրու էլ երբեք, ներկայությունը չի գալիս Աստծո։ Այդ հաղորդակցությունը տեղի չի ունենում Աստծո հետ։ Սա գալիս է նրանից, թե դու ինչպիսի Աստված ես պատկերացնում, ճանաչում։ Սա նաև մի ուրիշ բան է խոսում մեզ։ Ինչքանով լավ գիտես Աստվածաշունչը։ Ոչ թե որ ուղղակի Աստված իր որդուն ուղարկեց խաչի վրա մեռնելու։ Սա երևի կապված է այն մեծ խոսքի հետ, որ հաճախ եմ ասում, ինչքան ես հասկանում Աստծո սիրտը, այս սրա հետ է կապված։ Ինչքան ես հասկանում, թե կյանքի քո գործողությունների ու խոսքերի ժամանակ Աստված ինչ է ապրում իր սրտի մեջ, որ նայում է քեզ ինչ է ապրում։ Դու երբ որ գտնվում ես դժվարության մեջ, ասում ես Աստված քեզ չի սիրում, հասկանում ես Աստծո սիրտը։ Աստված իր որդուն է զոհել ու դրանով ապացուցել է իր կատարյալ սերը։
Որքան էլ ընկնի քո հավատքը Աստծո սիրո վրա, հենց հասնում է խաչին, այլ դրանից այն կողմ չի կարողանում գնալ։ Մարդ նույնիսկ ամաչում է ասի, թե Աստված չի սիրում։ Եթե դու իսկապես ճիշտ ճանաչում ես Աստծուն, այսինքն ինչքանով դու գիտես Աստվածաշնչյան խոսքը, ինչքանով այս խոսքը լցրած է քո ներսի աշխարհը, ինչքանով քո աչքերը, քո սրտի, մտքի աչքերը ձևավորված են Աստվածաշնչյան խոսքով, այնքանով դու ճիշտ կապրես Աստծո առաջ, այնքանով դու կնմանվես ճիշտ Աստծուն ու Հիսուսին։ Դրա համար խոսքը ամենակարևոր, ամենաբարձր տեղում պիտի դրված լինի քո կյանքում։ Շատ ժամանակ մարդկային տրամաբանությունը կարող խանգարի դրան։ Գիտեք ինչ, մեկ-մեկ այսպիսի արտահայտություններ են լսում։ Կարող է Աստված չի ուզում, որ ես հաց ուտեմ, չգիտեմ, այսպիսի մի բան, ես պատահական արտահայտություն արեցի։ Կարող է Աստված չի ուզում, որ ես այս բանը ունենամ։ Ասում եմ, բայց ինչի՞ է սահմանափակում, կարող է իսկապես չի ուզում։ Պետք է ուղղակի ճանաչել Աստծուն։ Ինչ Աստված ուզում է, որ դու ամբողջ աշխարհը ունենաս, Աստված ուզում է, որ դու առաջինը իրեն ունենաս։ Դուք հավատում եք այսպես։ Իր անունը փառավորվի։ Ուզում է, որ քո հավատքը օգտագործես առաջին հերթին իրեն մոտենալու համար։ Այս կյանքի փոթորիկների ամեն ինչի վրայով քայլելու համար, նրան մոտենալու համար։ Թող իր անունը փառավորվի։ Պետրոսի մոտ առաջին բանը սա էր, որ տեսավ Հիսուսին, ձգտում առաջացավ։ Ասեց հրամայի գամ ջրերի վրայով։ Հիսուսը հրամայեց, ասեց արի, բայց միայն մի բառ, պատկերացնում եք, միայն մի բառ դուրս եկավ Հիսուսի բերանից, ասեց արի։ Պետրոսը գրված է իջավ, ես շարունակությունն եմ ուզում կարդալ։ 29-րդ խոսքը։ Նա էլ ասաց. «Արի»։ Պետրոսը նավից իջավ, ջրերի վրայից քայլեց, որպեսզի Հիսուսի մոտ գնա։ Դուք հավատում եք, որ այս դեպքը այսպես էլ եղել է։ Ես մի բան ասեմ, երբ որ Աստվածաշունչը կարդացեք հավատքով։ Ոչ միայն, որ ինչ պատվերներ տվել է, դրանք ճշմարտություն են, այլ ինչ դեպք, որ գրված է, բառացի հենց այդպես տեղի է ունեցել։ Կան աշխարհում ուսմունքներ, որ աղավաղում են Աստվածաշնչյան ճշմարտությունը, փորձում են ալեգորիկ բացատրելով ասել, որ այդպես չի եղել, դա ալեգորիա է։ Սրանք բոլորը սատանայական սկիզբ ունեն։ Աստված այն է նաև, որ ինչ որ գրված է, հենց այդպես տեղի է ունեցել։ Նայեք, նա էլ ասաց. «Արի»։ Պետրոսն էլ նավից իջավ, ջրերի վրայից քայլեց, որպեսզի Հիսուսի մոտ գնա։ Իջավ ու գրված է քայլեց։ Գիտեք ինչի վրայով էր քայլում։ Ես ձեզ ասեմ, Պետրոսը քայլում էր Հիսուսի ասած արիի վրայով։ Այդ արին չլիներ ինքը չէր քայլելու։ Ջուրը չէր կարող Պետրոսին պահել։ Ջուրը այդ ֆիզիկական հատկությունը չունի, դուք գիտեք։ Բայց բերանից դուրս եկած այդ խոսքը չլիներ, այդ մի բառը չլիներ, ինքը չէր քայլելու։ Ուզում եմ, որ դուք լավ հասկանաք Աստծո խոսքի վրա եղած հավատքի կարևորությունը։ Եթե Հիսուսը ասած չլիներ արի, նա երբեք չէր կարող քայլել ջրի վրայով։ Այս հրամանն էր, այս խոսքն էր, որ դուրս եկավ բերանից ու դրա վրայով քայլեց։ Այս կյանքում դու շատ փոթորիկներ կունենաս, շատ դժվարություններ կունենաս։ Բաց ar Աստվածաշունչ գիրքը ու Աստծո բերանից դուրս եկած համապատասխան խոսքը գտիր քո դժվարության համար։ Ու դրա վրայով քայլիր դեպի Աստված։ Տրորելով այն ինչը որ խանգարում է, այն ալիքները, որ քո ոտքերի տակ են, դրանք տրորելով քայլիր դեպի Հիսուսը։ Կարդացեք ինչ է գրված, նա էլ ասաց արի, Պետրոսն էլ նավից իջավ, ջրերի վրայից քայլեց, որպեսզի Հիսուսի մոտ գնա։ Ինքը ինչ շարժարիտ որ ուներ, այդ շարժարիտը կատարյալ ձևով գործի դրեց։ Առաջին պահին ինչ էր տեղի ունենում, եկեք մի հատ հասկանանք Պետրոսին։ Մարդ էր, որ կյանքում այսպիսի բան չէր տեսել։ Մեկ էլ տեսավ Հիսուսին, սկզբում վախեցավ, չիմացավ, որ Հիսուսն է, հետո որ իմացավ Հիսուսն է, ասեց հրամայի, որ ես գամ։ Պատկերացնում եք Պետրոսի վիճակը այդ պահին, ինչ էր ապրում Պետրոսն իր սրտի մեջ։ Մի հատ նայում էր, գուցե շատ հիացած էր Հիսուսի արած հրաշքով, որովհետև երբեք այդպիսի բան չէր եղել։ Գիտեք, որ Պետրոսը ձկնորս էր։ Կյանքի չգիտեմ ինչքան անց էր կացրել լճի վրա, ձուկ բռնելուց, հենց այդ նույն լճի մեջ ձուկ բռնելուց։ Նավակի մեջ, ու կյանքում տեսած չկար, որ մեկը ջրի վրայով քայլի, ու մեկ էլ Հիսուսը քայլում է։ Այդ հիացմունքը, այդ հրաշքի թողած ազդեցությունը իր մեջ, ինչ հավատք էր փոխանցում իրեն։ Ու մեկ էլ այդ հրաշքով ու Հիսուսով հիացած ժամանակ ինքը ասում է հրամայի որ գամ, ու իջնում քայլում է։ Ինչքան վստահություն ու հավատք է փոխանցվում իրեն, որ կարողանում է քայլել։ Դες մի գաղտնիք էլ ասեմ, ինքը նայում էր Հիսուսին։ Գիտեք ինչու, որովհետև ուր որ գնում են, այնտեղ պիտի նայեն։ Հիմա այսպեսի մի երկրավոր օրինակ բերեմ։ Փորձիր պատկերացնել, որ դու կանգնած ես դաշտի մեջ։ Մի հատ լայն ընդարձակ դաշտի մեջ ու հեռվում մի անկյունում մի հատ տնակ ես տեսնում։ Ասում ես գնամ դեպի այդ տնակը, ինչ ես անում։ Նայում ես տնակին, որ գնաս այդ ուղղությամբ։ Նայում ես ոտքիդ տակ, որ փոսը չընկնես։ Նայում ես տնակին, որ էլի գնաս այդ ուղղությամբ։ Նորից նայում ես ոտքիդ տակ ու այսպես շարունակ մինչև տեղ ես հասնում։ Քրիստոնյայի քայլելը կյանքում մինչև Հիսուսին հասնի։ Այսօր ինչպիսի դժվարություններ ունես կյանքում, կամ ինչ ես տեսնում առջևում։ Նայիր Հիսուսին, նայիր ոտքիդ տակ, թե ինչ քայլեր ես անում, այդ քայլերը ուղղված են դեպի Հիսուսը։ Շարժարիտ ունես դեպի Հիսուսին գնալ ու հասնել նրան։ Քայլիր համարձակ ու հավատքով Աստծո ասած խոսքի հիմքի վրա։
Ձեզ մի գաղտնիք ասեմ, այսօր կյանքում եղած բոլոր դժվարությունների պատասխանը կա միայն Հիսուսի մեջ։ Գուցե կմտածես մարդկանց մեջ փնտրել դա։ Գուցե կմտածես փողի մեջ, ծանոթների մեջ կամ էլ ինչ-որ միտեղ։ Աստված ասում է, որ բոլոր տեսակ դժվարությունների ու խնդիրների լուծումը գտնվում է միայն Հիսուսի մեջ։ Եթե սա մի քիչ ավելի մեծացնենք, ամբողջ մարդկության, երկրագնդի ամբողջ մարդկության խնդիրների լուծումը գտնվում է միայն Հիսուսի մեջ։ Դուք այսպես հավատում եք կամ այսպես ճանաչում եք Աստծուն։ Կարող է դու մտածես, այս ինչ մարդ է, գիտես ինչ է սարքում իմ գլխին։ Այս ինչ մարդիկ, այս դեպքերը, չգիտեմ պետությունը, ում դեմ ես բողոքելու։ Բոլորը բողոքում ես Հիսուսի դեմ։ Մի պահ մտածիր, քո բոլոր ինչ տեսակ դժվարություններ ես տեսնում, ինչ տեսակ ալիքներ են դուրս գալիս քո դեմ, դրանց լուծումը կա Հիսուսի մեջ։ Քեզ պետք է նայել նրան ու քայլել դեպի նա։ Որովհետև մենք այս կյանքում չենք ապրում ուրիշ բանի համար։ Մենք այս կյանքում ապրում ու քայլում ենք միայն Հիսուսի համար ու Հիսուսին մոտենալու համար։ Ուրիշ տեսակ շարժառիթներ Աստված ուղղակի չի ընդունում։ Այդպես է թե չէ։ Մեկ-մեկ աղոթեք, ասեք Տեր Հիսուս, միայն քեզ եմ ուզում։ Երբ որ ուզում եք մի քիչ ընդարձակեք այս աղոթքը, ասա եւ այն ամենը ինչ որ կա քո մեջ։ Ասա Տեր Հիսուս, միայն քեզ եմ ուզում եւ այն ամենը ինչ որ կա քո մեջ, որովհետեւ Հիսուսի մեջ կա բոլոր տեսակ բարիքները քո կյանքի համար։ Դու այսպես հավատում ես։ Բայց առաջ ձեռք ես բերում իրեն, դրանով ձեռք բերելով նաեւ իր մեջ եղած ամեն ինչը քո կյանքի համար։ Քեզ համար երջանիկ լինելու համար շատ բան պետք չի։ Հավատքով Հիսուսին մոտենալ ընդամենը։ Դրա համար Պողոս առաքյալը 2-րդ Կորինթացիների 4 գլխի վերջին խոսքում, 18-րդ խոսքում, ասում է, որ մենք երևացող բաներին չենք նայում, այլ չերևացող բաներին ենք նայում, որովհետև երևացող բաները ժամանակավոր են, չերևացող բաները հավիտենական։ Գիտեք, այս ժամանակավոր եւ հավիտենականը արդեն արժեքավորում են։ Ժամանակավորը, որ չուզենանք էլ, ամենաամուր ձևով բռնենք էլ մեկը պիտի կորցնենք։ Բայց հավիտենականը, եթե բռնենք, հավիտյան չենք կորցնելու, դրա համար են իրենք հավիտենական։ Թող Հիսուսի անունը փառավորվի, որ ինքը մեզ համար հավիտենական բաներ պատրաստեց հենց իր մեջ։ Հալելույա։ Ուզում եմ մի հատ բանաձևի նման բան ասեմ։ Պետրոսը ջրի վրայով քայլում էր կամ Պետրոսին ջրի վրա պահում էր Սուրբ Հոգու զորությունը Հիսուսի ասած արիի մեջ եղած հավատքի վրա։ Բարդ ստացվեց։ Հիսուսի ասած արիի վրա եղած հավատքի մեջ Աստծո խոսքի վրա քո ունեցած հավատքի մեջ Սուրբ Հոգու զորությունը քեզ կարող ամեն ինչի մեջ պահի։ Եկեք լրիվ ուրիշ ձևով բացատրեմ, լավ։ Ուրիշ տեղից սկսեմ, երևի որ ավելի հասկանալի լինի։ Ուրեմն նայեք, Աստծո խոսքը գրված մեր ձեռքում մենք ունենք։ Աստծո խոսքը ու Սուրբ Հոգին իրար հետ միաբան են։ Կարդացել եք այդպես գրված է Առաջի Հովհաննես 5-րդ գլխի 8-րդ խոսքում, եթե չեմ սխալվում։ Առաջի Հովհաննես 5-րդ գլխի 8-րդ խոսքում։ Գրված է երկրի վրա երեքն են, որ վկայում են։ Նրանցից մեկը Աստծո Հոգին, մյուսը Աստծո խոսքը, բանա գրված այնտեղ, դա Աստծո խոսքն է։ Ու գրված է վերջում, որ վկայության մեջ իրենք միաբան են։ Դե հիմա նայեք, կա Աստծո խոսքը մեր բոլորիս ձեռքում։ Սուրբ Հոգին դրա մեջ կա արդեն։ Հավատում եք այդպես։ Ինչու հաճախ այդ Սուրբ Հոգու զորությունը չի գործում կյանքում։ Որտեղ մեր կողմից պետք է որ լիարժեք հավատք դրված լինի այդ խոսքի վրա։ Ըստ դեպքում մենք էլ ենք միաբանվում իր հետ։ Ու Սուրբ Հոգու զորությունը սկսում է գործել այդ հավատքի մեջ։ Գանք նորից այն սկզբի խոսքին, որ Հիսուսի համար գրված է, որ Հիսուսը չկարողացավ շատ հրաշքներ անել իրենց անհավատության պատճառով։ Հիսուսը կատարյալ լցված էր Սուրբ Հոգու զորությունով։ Հիսուսը ինքը Աստծո խոսքն էր, չէ՞, գրված է բանը մարմին եղավ ու մեր մեջ բնակվեց։ Դա Հիսուսի համար էր գրում Հովհաննեսը։ Ինքը Հիսուսը բնակված էր մարմնի մեջ, երկրի վրա, ինքը կատարյալ Աստծո խոսքն էր, ինքը լցված էր Սուրբ Հոգով ու ոչ մի հրաշք իր համար դժվար չէր կատարել։ Բայց որովհետև դիմացի կողմից չկար հավատք, դրա համար հրաշքներ չէր կարողանում կատարել։ Ուրեմն Աստծո խոսքը մենք ունենք մեր ձեռքում։ Հաճախ դա ունենք մեր սրտի մեջ։ Պետք է կարդալ ու ամեն օր դա լցնել մեր սրտի մեջ։ Երբ որ լցնում եք, միայն ձեզ եք օգուտ տալիս եւ ձեր շրջապատի մարդկանց։ Չմտածեք, գիտեք, մեկ-մեկ այնպես է ստացվում, որ շատ ենք ասում կարդացեք, աղոթեք, չէ՞։ Ու դպրոցական աշակերտների նման աշակերտները ինչպես չեն սովորում, որ դասատները ասում են սովորեք, աշակերտները հակառակն չեն սովորում։ Հաճախ այնպեսի տպավորություն է, որ եկեղեցում էլ է այդպես։ Երբ որ աշակերտները սովորում են, իրենց համար են սովորում, ուսուցչի համար չեն սովորում։ Երբ որ եկեղեցում ասում են կարդացեք ու աղոթեք, դա ձեր համար է, դուք եք լցվում Աստծո խոսքով։ Ես կարդում ու աղոթում եմ ու լցվում եմ Աստծո խոսքով ու այդ հավատքով, բայց կարիք կա որ դուք էլ լցվեք դրանով։ Ու ամեն մեկը, երբ որ լցվեք, դուք ամեն մեկը կարող եք մեկանալ Աստծո խոսքի եւ Սուրբ Հոգու զորության հետ։ Ու ձեր կողմից եղած հավատքը հրաշքներ կբերի, զորություն կբերի։ Մի պահ նայեք, այս խոսքը նորից կարդամ։ Հիսուսը ասաց. «Արի», Պետրոսը նավից իջավ ու ջրի վրայով քայլեց, որպեսզի Հիսուսի մոտ գնա։
Մի այսպիսի տպավորություն է ստացվում մեզ ամեն ինչից, որ քայլելու, հավատքով ապրելու, քայլելու համար կարիք կա, որ Աստծո կողմից լինի խոսքը, իմ կողմից քայլը։ Պետրոսը միակ մարդն էր 12 աշակերտներից, որ նավից դուրս եկավ։ Կարծես թե չհամակերպվեց նրա հետ, որ նավի մեջ մնար ու սպասեր մինչև Հիսուսը գա։ Շատ քրիստոնյաներ սիրում են ջանք չգործել հավատքի հարցում։ Սիրում են ուղղակի մնալ իրենց դիրքում, մինչև Հիսուսը կգա։ Բայց դու եղիր այն մարդը, որ չես համբերի Հիսուսի գալուստին առանց նրա հրաշքների։ Որ ասես ես ուզում եմ ես գամ դեպի քեզ։ Ասես ուզում եմ դուրս գամ։ Գիտեք, նավի մեջ մնալ ջրի վրա, դա շատ բնական էր, ոչ մեկը դրա վրա չէր զարմանա։ Որ նավը կմնա ջրի վրա, մարդիկ էլ դրա մեջ, բայց կզարմանային, երբ որ Պետրոսը իջավ ու քայլեց ջրի վրայով։ Այստեղ զարմանքի հարց կար։ Մարդիկ կզարմանային դրա վրա, որովհետև դա բնական չէր։ Ուզում ես, որ քո կյանքը լինի բնական, թե գերբնական, ինչպիսին ես ուզում լինի, սա քո ընտրությունն է, դու կարող ես, որովհետև դու ունես Աստծո խոսքը, դու ունես Աստծո հոգին, Աստծո հոգին ունի լրիվ կարողությունը քեզ գերբնականի մեջ քայլեցնելու, որն ես ուզում։ Դու ընտրում ես դուրս գալ նավից, քո բնականի մեջից գերբնականի մեջ, թե շարունակել մնալ քո բնականի մեջ։ Մի պահ մտածիր սրա մասին, այն մարդիկ, որ կրակով վառված են, նրանք չեն բավարարվում։ Միայն մնալով, նրանք ուզում են գնալ դեպի Հիսուսը։ Այն վայրերը, այն տեղերը, որտեղ կտեսնեն Հիսուսի հրաշքները։ Երբ որ միայն փակվում են իրենց բնականի մեջ, նրանք հրաշքները չեն տեսնում։ Բնականը, տրամաբանականը, այս աշխարհի ֆիզիկական բնական օրենքները գործում են ամենտեղ։ Ու կգործեն, կշարունակեն գործել, քանի ես երկինքն ու երկիրը կան։ Բայց կարիք կա, որ մենք որպես երկնային քաղաքացիներ օգտվենք երկնային թագավորության զորությունից։ Ուզում եք օգտվել դրանից, թե չէ։ Ինչ տեղի ունեցավ հետո, եկեք շարունակենք կարդալ։ Երբ որ Հիսուսը ասեց արի, Պետրոսն էլ նավից իջավ, ջրի վրայից քայլեց, որպեսզի Հիսուսի մոտ գնա։ Բայց քամին սաստիկ տեսնելով վախեցավ, ու երբ սկսեց ընկղմվել, աղաղակեց ու ասաց. «Տեր, ազատիր ինձ»։ Ինչ տեղի ունեցավ։ Առաջին արտահայտությունը 30-րդ խոսքում, որ կարդում ենք, գրված է բայց քամին սաստիկ տեսնելով։ Նկատել եք, որ շատ հաճախ մարդիկ այսպիսի արտահայտություն են օգտագործում։ Հավատում եմ, բայց շարունակությունը անհավատությունն է։ Հավատում եմ, բայց հենց որ դու քո կյանքում բռնացրու դա, ուղղիր քո ներսի աշխարհը։ Երբ որ կասես հավատում եմ, բայց նայիր, որ այդ բայցից հետո եկողը տրամաբանական է, երկրավոր է, այս բնական օրենքների մեջ է, արդեն աստվածայինը չի։ Այսինքն, եթե այն հավատում եմը չասեիր, մեկը դու կապրեիր այդ բայցից հետո եղածը։ Մեկը հավատքը չլիներ, դու էլի կապրեիր քո այդ բայցից հետո եկածը։ Մի հատ նկատեք, սա բռնացրեք ձեր մեջ ու որոշեք, որ այդ բայցից հետո ջնջեք, ու սրանից հետո չասեք հավատում եմ, բայց հավատում եմ եւ կլինի միշտ։ Ու վերջ։ Պետրոսի մոտ այսպես եղավ, բայց քամին սաստիկ տեսնելով վախեցավ։ Ինքը քայլում էր ջրի վրայով։ Գրված է քայլեց, որպեսզի Հիսուսի մոտ գնա, բայց քամին սաստիկ տեսնելով, ուշադրություն դարձրեք, ինքը տեսավ, իր հայացքը, մտքի աչքերը Հիսուսից տեղափոխվեցին ալիքների վրա։ Երբ որ իր մտքի հայացքը, աչքերը Հիսուսից տեղափոխվեցին ալիքների վրա, իր մեջ վախ առաջացավ։ Այն զգացումը, այն ներքին զգացումները, ապրումները, որ ուներ մինչ դա նավից իջնելուց ու Հիսուսի մոտ քայլելուց, ինչ ապրումներ ուներ։ Դուք պատկերացնում եք Պետրոսն ինչ էր ապրում այդ ժամանակ։ Չգիտեմ, այդ երևի շատ դժվար է պատկերացնել։ Երկնքում իրեն կհարցնեն, կասենք մի քիչ պատմի, թե այդ ոնց եղավ։ Ինչ էր ապրում, երբ որ դու նավից իջար ու քայլեցիր դեպի Հիսուսը։ Հաստատ ինքը քայլեր արեց, չէ՞ ջրի վրայով։ Գրված է այդպես, որ քայլեց, որ գնա Հիսուսի մոտ։ Մեկ էլ հանկարծ, երբ որ նայեց ալիքներին, նայեց քամուզորությանը, իր մեջ վախ առաջացավ։ Ուշադրություն դարձրեք, որ մեր մեջ միշտ մեր զգացումներն ու ապրումները կախված են մեր մտքից։ Մեր մտքի աչքերը ուր են նայում։ Երբ որ քո կյանքում փոթորիկներ կլինի, շատ ուժեղ քամիներ ու փոթորիկներ կլինեն, քո մտքի հայացքը կպահես Հիսուսի վրա, դրանք ուղղակի կխոնարհվեն քո ոտքերի տակ։ Բայց երբ որ դու կնայես հայացքդ կփոխես դրանց վրա, քո մեջ վախեր, տագնապներ, ամեն ինչ կբարձրանա։ Քո մեջ կբարձրանա ձգտումներ, նույնիսկ մեղք գործելով այդ հարցերը լուծելու։ Ես ասում եմ նույնիսկ, բայց այնքան հաճախ են դրանք հանդիպում կյանքում, ցավոք։ Նայեք, բայց քամին սաստիկ տեսնելով վախեցավ, ու երբ սկսեց ընկղմվել, աղաղակեց ու ասաց, որովհետև Պետրոսի հավատքը այդ ժամանակ Հիսուսի վրա էր, երբ որ ինքը քայլում էր։ Բայց երբ որ հայացքը տեղափոխվեց ալիքների վրա, իր հավատքը գնաց իր տրամաբանականին, իր մտածածին, բնականին, որ ալիքների մեջ ջրի վրա ինքը պիտի սուզվի, ինքը չի կարող ջրի վրա մնալ։ Հավատքը փոխվեց, դարձավ ուրիշ տեսակ հավատք։
ու այս հավատքը իրեն բերեց նրան, որ ինքը սկսեց անկեղմվել։ Ես ձեզ ասեմ, երբ որ դժվարություն կլինի ու դուք ներքին ապրումներով շատ դժվար կլինի ձեզ ապրումներով հավատալ, ապրումներով երբեք չհավատաք, զգացմունքներով երբեք չհավատաք։ Երբ որ ձեր զգացմունքների համար շատ ծանր կլինի, դուք որոշում կայացրեք, որ ես չեմ հավատալու քեզ, ես պիտի հավատամ Հիսուսի ասած խոսքին, որովհետև իրականում ընտրություն է հավատքը, գիտեք։ Այն ժամանակ, երբ որ ձեզ առաջին անգամ պատմեցին Հիսուսի, նրա խաչի կատարած գործի ամեն ինչի մասին, ձեր առաջ կանգնեց ընտրություն։ Հավատամ դրան, թե չհավատամ դրան։ Այդպես էր, թե չէ։ Ու գուցե այդ ժամանակ զգացումներ կային շատ քաղցր, կամ չգիտեմ, ինչ որ հրաշք տեղի ունեցավ, ամեն մեկի կյանքում ինչ որ մի բան տեղի է ունենում։ Դրանից բխած դուք ընտրություն եք կատարում, ասում եք հավատամ։ Մի հատ հիշեք, ձեր ամենաառաջին հավատալը ինչպես է տեղի ունեցել։ Երբ որ ձեր ընտրությունը կատարեցիք հավատալու վրա, ձեր մեջ իսկապես առաջացավ այդ հավատքը։ Շատ հաճախ շատ դժվար կլինի, որ նայեք, ձեր ապրումները այնքան մեծացած կլինեն, բացասական ապրումները, այս աշխարհի փոթորիկներից առաջացած, որ շատ դժվար կլինի վախերը, տագնապները, դժվար կլինի հավատալ, վստահել Աստծո խոսքին։ Հենց այդ ժամանակ հիշիր, որ դու ընտրության առաջ ես։ Կանգնում ես, ասում ես Տեր Հիսուս, մի հատ խոսում ես Հիսուսի հետ, ասում ես Տեր Հիսուս, ես չեմ ուզում հավատամ այս աշխարհի ցույց տվածին, երևացող բաներին, ես ուզում եմ հավատամ քո գրած խոսքին, քո բերանից դուրս եկած խոսքին։ Օգնի ինձ, որ ամուր կանգնեմ դրա վրա, ու քո զգացումները չեն հիմքը հավատքի, այլ քո որոշումն է քո հավատքի հիմքը։ Ես ուզում եմ, որ դուք ճիշտ հավատալ սովորեք։ Նայեք, այս պահին ուշադիր եղեք, որ դու կանգնում ես ու որոշում ես կայացնում, ասում ես ես ընտրում եմ հավատալ սրան։ Եկեք երևի մի օրինակի վրա, օրինակ հիվանդություն, մի հատ ցավ։ Ինչ որ տեղը ցավ է ունենում։ Այս ցավը ասում է, գիտես դու այնքան վատ հիվանդություն ունես, միշտ մարդկային միտքը ընտրում է ամենավատ հիվանդությունը կյանքում, եթե բժշկի չի գնացել։ Չէ, եթե չգիտի ինչ են ասում բժիշկները, հենց առաջին այն ցավից ընտրում է ամենավատ հիվանդությունը։ Գլուխս ցաված, ուրեմն գլխիս ռակ է, չգիտեմ։ Չեք նկատել, որ այդպես է կյանքում։ Եկել գնում ես բժշկի, բժիշկն ասում է ոչինչ չկա, մի հատ սոտից բան էր, այս դեղը խմի կանցնի։ Պատահել է այդպեսի բան ձեր կյանքում։ Ասեմ, որ բոլոր մարդիկ այդպես են մտածում։ Վատ բանը ավելի արագ են ընդունում ու հավատում են վատ բանին։ Ու այս ներշնչանքը, այս ինքնաներշնչումը սա, այս ինքնաներշնչանքը կարաբերի իսկապես շատ վատ հիվանդությունների։ Հիմա նայեք, առաջացել է ինչ-որ մի ցավ։ Ու առաջին միտքը, որ դա ամենավատ հիվանդությունն է, քո մարմնի այդ մասում, դու ասում ես ես ընտրում եմ հավատալ, որ Հիսուսի վերքերի մեջ իմ բժշկությունը կատարված է։ Ես ոչ միայն ընտրում եմ դա հավատալ, այդ հավատքից բխում է գործողություն։ Պետրոսի մոտ, երբ որ ինքը հավատաց Հիսուսի ասածին, ինքը իջավ, քայլեց ջրի վրայով։ Ինչ կլիներ, եթե ասեր ես հավատում եմ, որ կարամ գամ քո մոտ ու մնար նավակի մեջ։ Այդ հավատքը արժեք չեր ունենա, պատկերացնում եք։ Բայց ինքը իջավ ու քայլեց։ Երբ որ դու կասես ես հավատում եմ, որ իմ բժշկությունը կատարված է Հիսուսի վերքերի մեջ ու կգնաս բժշկի, այդ հավատքը արժեք չունի։ Սա ընտրություն է հայացքով նայելու, նաև ընտրություն է գործողություն կատարելու, որովհետև իրականում հավատքը գիտեք ինչ է։ Աստծո խոսքի գիտելիքից առաջացած գործողություն, սա է հավատքը։ Քանի դեռ չկա գործողություն, Հակոբոս առաքյալը ասում է այդ հավատքը մեռած է, այդպիսի հավատ գոյություն չունի։ Հենց ինքը դառնում է գործողություն, ինքը դառնում է հավատք։ Այս գործողությունն է դառնում հավատք, լիարժեք դարձնում հավատքը։ Կարդացել եք Հակոբոսի 2-րդ գլխում շատ լավ է նկարագրված դա։ Ուրեմն երբ որ քո կյանքում դժվարություն կլինի, կանգնես այնպիսի դժվարության առաջ, որ քո ապրումները, չգիտեմ, դուրս կգան ու քեզ կդնեն շատ նեղ, շատ ծանր իրադրության մեջ։ Ուղղակի կանգնում ես Աստծո առաջ, ասում ես ես ընտրում եմ հավատալ քո խոսքին, վերցնում ես համապատասխան խոսքը, ասում ես ես ընտրում եմ հավատալ քո խոսքին, ու էլ ուրիշ ոչ մի բանի չես նայում։ Հավատքով ընտրության մի շատ արտակարգ ուղղակի օրինակ կա Աստվածաշնչում, Եբրայեցիների 11-րդ գլխում։ Մովսեսի ընտրությունը։ Գիտեք, այս ինչ մեծ ընտրություն էր։ Դժվար է պատկերացնել, որ մի մարդ, որ մեծացել էր թագավորական պալատում 40 տարի, մինչև 40 տարեկան ինքը ապրեց այն ժամանակվա ամենազորավոր պետության թագավորական պալատում։ Այդ բոլոր խրախճանքների մեջ, այդ բոլոր հարստության մեջ, ծառաների ու ստրուկների, որ իրեն ծառայում են, ամեն տեսակ զվարճությունների մեջ։ Ու մեկ էլ դարձավ 40 տարեկան ու նայեք ինչ խոսքեր է գրված Եբրայեցիների 11-րդ գլխի 26-րդ խոսքից։ Ավելի մեծ հարստություն համարեց Քրիստոսի նախատինքը, քան թե Եգիպտոսի գանձերը։ Սա ընտրություն էր, գիտեք, գնալ ու նախատվել Աստծո ժողովրդի հետ, քան թե ընտրել հարստության մեջ ապրելը, որովհետև դիտելով սպասում էր վարձքի հատուցումին, գիտեք, հատուկ Մովսեսի հավատքը ընտրեցին մենակ սրա համար, որովհետև իր ընտրության մեջ կար այդ նայելը, տեսնելը, ինքը նայում էր,
Նայեք ինչ է գրված, ավելի մեծ հարստություն համարեց Քրիստոսի նախատինքը, քան թե Եգիպտոսի գանձերը, որովհետև դիտելով սպասում էր վարձքի հատուցումին։ Այսինքն ինքը տեսնում էր, որ դրա ետևում Աստծո կողմից վարձք կա իրեն տարվելիք։ Շարունակությունը ասում է հավատքով Եգիպտոսը թողեց ու չվախեցավ թագավորի բարկությունից, որովհետև համբերեց, որպես թե անտեսանելին էր տեսնում։ Երկրորդ անգամ է գրում, որ անտեսանելին էր տեսնում։ 25-րդ խոսքն էլ կարդամ, որովհետև ավելի լավ համարեց Աստծո ժողովրդի հետ չարչարվել, քան թե մեղքի ժամանակավոր զվարճությունը։ Ավելի լավ համարեց Աստծո ժողովրդի հետ չարչարվելը, քան թե մեղքի ժամանակավոր զվարճությունը։ Նկատում եք, միշտ երկու բան դրված է իրար կողքի ու ինքը կանգնած ընտրության առաջ։ Ու անդադ ընտրում է այն, ինչ որ Աստված է ուզում, անդադ ընտրում է այն, ինչ որ Աստված է ուզում։ Հեշտ կյանք չունեցավ։ Այն ժողովուրդը, որի հետ ինքը գնաց Աստծուն պաշտելու ու Աստծո համար նախատվելու, իրեն մերժեց։ Ինքը խորը ցավեր ապրեց այդ ժամանակ ու հեռացավ, ուղղակի հեռացավ։ Եգիպտացիներից մերժված էր, իր սեփական ժողովրդից մերժված էր, հեռացավ մենակության մեջ ապրելու։ Մենակության մեջ անցկացրեց 40 տարի մինչև Աստված նորից երևաց իրեն։ Հաջորդ 40 տարվա մեջ գրված չի, թե Աստված խոսել է իր հետ։ Գուցե ինքը շատ է երկրպագել Աստծուն, զոհեր մատուցել, ես չգիտեմ ինչեր են եղել այդ 40 տարվա մեջ, բայց իրական խոսքը եկավ այն ժամանակ, երբ որ ինքը արդեն 80 տարեկան էր։ Լավ, ես ուզում եի կանգ առնել միայն այս հատվածի վրա, ինչպես Մովսեսը կարողացավ այդ խրախճանքների, այդ ամեն ինչի, այդ հարստության մեջ կարողացավ ընտրել Աստծո ժողովրդի հետ լինելը։ Իսկապես մեծ հավատք էր պետք, իսկապես տեսնել էր պետք անտեսանելին, որ գրված է ինքը տեսավ անտեսանելին։ Դուք կարող եք լինել Աստծո ժողովրդի հետ, կարող եք լինել Աստծո հետ, Հիսուսի հետ, այս աշխարհի բոլոր տեսակ դժվարությունները հաղթել, որովհետև շատ ավելի առավել եք Մովսեսից, գիտեք։ Մովսեսը վերստին ծնունդ չուներ, դուք ունեք։ Մովսեսը Սուրբ Հոգով մկրտված չէր, դուք մկրտված եք։ Մովսեսի համար Հիսուս չէր մահացել խաչի վրա, նրա մեղքերի համար։ Ձեր համար Հիսուս է մահացել խաչի վրա։ Ձեր համար երկինք գնալու ճանապարհը բացված, Մովսեսի համար փակ էր այդ ճանապարհը, դեռ հետո պիտի բացվեր։ Իրենից 1500 տարի հետո նոր պիտի բացվեր երկինք գնալու ճանապարհը։ Գիտեք, որ Մովսեսը մինչ Հիսուսի խաչը չի գնացել երկինք։ Դրա մասին մանրամասն գրված է Աստվածաշնչում, բայց հիմա դրա վրա չենք կենտրոնանում։ Ուզում եմ ասել, որ դուք շատ ավելին ունեք, քան թե Մովսեսը, բայց ինքը կարողացավ ճիշտ ընտրություն կատարել։ Ես քեզ ուղղակի ուզում եմ սովորեցնելու կարգով ասել, որ երբ որ կունենաս դժվարություն, կանգնիր Հիսուսի առաջ, ասա ես ընտրում եմ։ Գիտեք ինչ էր նշանակում Հիսուսի հանդիմանությունը։ Կարդամ 31-րդ խոսքը։ Մի քիչ վերևից նայեք, բայց քամին սաստիկ տեսնելով վախեցավ, երբ սկսեց անկամավել, ասաց. «Տեր, ազատիր ինձ»։ Եվ Հիսուսը անմիջապես իր ձեռքը երկարացրեց, բռնեց նրան ու ասաց. «Թերահավատ, ինչու երկմտեցիր»։ Երկմտել բառը ճիշտ եք հասկանում։ Նայեք, կար մի միտք, ես պիտի գնամ Հիսուսի մոտ։ Հիսուսը ասել է՝ արի, ես պիտի գնամ Հիսուսի մոտ։ Սա մի միտք էր։ Առաջացավ երկրորդ միտքը, երբ որ նայեց ալիքներին, այս ալիքները ինձ կուլ կտան։ Երբ որ նայեց ջրին, եկավ իր բնական փորձառությունը, որ երբեք մարդը չի կարող ջրի վրայով քայլել։ Ու սա ավելի զորավոր եղավ, դրա համար ինքը սկսեց ընկղմվել։ Երկու միտք միշտ կլինեն ձեր մեջ։ Դուք կյանքում այնպիսի պահ չեք ունենա, որ երկրորդ միտք չունենաք։ Միշտ կունենաք միտք հավատքի վրա, որ Հիսուսը կար է իմ կյանքում։ Հիսուսը զորավոր է, Հիսուսը չգիտեմ, մեն ինչ որ կկարդաք Աստվածաշնչից ու կճանաչեք Հիսուսին, այդ բոլորը դուք կունենաք, բայց միշտ կողքին կունենաք երկրորդ միտքը։ Երբեք չի գալու ձեր կյանքում այնպիսի մի պահ, քանի դեռ մարմնի մեջ եք, չի լինելու այնպիսի մի պահ, որ դուք միայն մի միտք ունենաք ձեր մեջ։ Այդպես չի լինելու երբեք։ Բայց սա չի նշանակում, որ դուք երկմիտ եք։ Սրանից բխում է մի բան։ Ձեր գործողությունը որ մտքի համեմատ կկատարեք, այս սա կլինի ձեր հավատքը։ Եթե դուք կհամարցաք, ամուր կկանգնեք, կասեք Աստված ասել է ես դա եմ ընտրում, դրան համապատասխան գործողություն կանեմ, սա կլինի հավատք։ Երբ որ դուք գործողությունը կկատարեք այն երկրորդ մտքի համապատասխան, դա կլինի անհավատություն։ Սա ես չեմ ասում, Աստված է ասում։ Աստծո խոսքի վրա եղած հավատքը, դրանից բխած գործողությունը կոչվում է հավատք։ Հետևաբար, ոչ Աստծո խոսքից բխած գործողությունը կոչվում է անհավատություն։ Այդպես է թե չէ։ Եթե այս տեսանկյունից մենք նայենք մի առակի, որ Հիսուսը պատմեց, ասեց այն մարդը, որ լսում է իմ խոսքերը ու կատարում է իմ խոսքերը, նման է մի մարդու, որ իր տունը սարքում է ժայռի վրա։ Անձրևներ եկան, ջրեր հոսեցին, խփեցին այդ տանը ու տունը չփլվեց, որովհետև ժայռի վրա հաստատված էր։ Ասում է այն մարդը, որ լսում է իմ խոսքերս, բայց չի կատարում, նման է մի մարդու, որ իր տունը սարքում է ավազի վրա, այսինքն միայն գիտելիք հավաքում իր գլխում։
Անձրևներ թափվեցին, ջրեր հոսեցին ու խփեցին այդ տանը ու գրված այդ տան կործանումը մեծ էր։ Հիսուսը ասաց այդ տան կործանումը մեծ էր։ Չգիտեմ, ես չեմ ուզենա երբևէ որ իմ տան կործանումը, այն տունը որ կառուցում եմ մեծ լինի։ Ես չեմ ուզենա որ այստեղ որևէ մեկի կյանքում իր սարքած հոգևոր տան կործանումը մեծ լինի։ Դրա համար միշտ ընտրեք ձեր գործողությունները կատարել Աստծո խոսքից բխած։ Այն գործողությունը, որը առաջարկում է Աստծո խոսքը, այդա կատարեք։ Միշտ նայելով Հիսուսին կատարեք, ու դուք երբեք չեք վրիպելու։ Միշտ քայլեք նայելով Հիսուսին, ու դուք կհասնեք նրան։ Քանի մենք այս մարմնի մեջ ենք հեռու ենք, ու նման ենք ջրի վրայով քայլող Պետրոսին։ Պողոս առաքյալը գրում է նորից 2 Կորինթացիների 5-րդ գլխում, 7-րդ խոսքում, ասում է երևույթով չենք քայլում, այլ հավատքով ենք քայլում։ Երևույթը միշտ կխոսի հավատքին հակառակ։ Դու քայլում ես հավատքով, թե երևույթով, ընտրությունը քոնն է։ Շարունակենք, տեսեք ինչ է գրված։ Սա երրորդ բանն էր, որ Պետրոսի մոտ եղավ։ Ուրեմն ինչ էր, առաջինը այն ձգտումն էր, որ ասեց հրամայի գամ, երկրորդը այն էր, որ իջավ ու քայլեց, երրորդը երկմտեց ու սուզվեց, եւ չորրորդը, նայեք, բայց քամի սաստիկ տեսնելով վախեցավ, ու երբ սկսեց ընկղմվել, աղաղակեց ու ասաց. «Տեր, ազատիր ինձ»։ 30-րդ խոսքում գրված է, որ աղաղակեց, ասաց. «Տեր, ազատիր ինձ»։ Դուք Պետրոսին ճանաչում եք։ Հովհաննեսի ավետարանում գրված է, որ Պետրոսը Հովհաննեսի հետ մի քանի ուրիշ աշակերտների հետ նավակի մեջ ձուկ էին բռնում։ Ու Հիսուսը ափից կանչեց իրենց, բան ունեք ուտելու, ասեցին չէ, չունենք։ Ու մեկ էլ ասեց դեր ուրկանը գցեք նավի աջ կողմը ու կգտնեք, ու գցեցին այնքան շատ էր, որ չէին կարողանում դուրս քաշեն։ Գործի տեսակից Հովհաննեսը անմիջապես ճանաչեց, ասեց դա Տերն է այնտեղ կանգնած։ Պետրոսը, որովհետև գրված է ինքը մերկ էր, վերարկուն հագավ, նետվեց ջուրը ու լողաց մինչև ափ։ Գիտեք հեռավորությունը ինչքան էր, գրված է։ Եթե դա վերածենք մետրերի, ստացվում է մոտ 90 մետր ինքը լողաց։ Վերարկուն հագին 90 մետր լողաց, այսինքն ինքը լավ լողորդ էր։ Նաև ինքը ձկնորս էր, ամբողջ ժամանակ իր ժամանակը կյանքը մինչ սա անցեր կացրել ջրի վրա ձուկ բռնելով։ Ինքը ջրի հետ շատ մոտիկ էր, ինքը նավակի հետ շատ մոտիկ էր։ Ինքը նավից էլ շատ հեռու չէր քայլել։ Ինքը օգնության համար չկանչեց ընկերներին ու չլողաց դեպի նավակը։ Ոչ իր վրա դրեց հույսը, ոչ էլ իր ընկերների ու նավակի վրա դրեց հույսը։ Ինքը ասաց. «Տեր, ազատիր»։ Հետարքիր է, երբ որ դու սկսում ես այս կյանքի փոթորիկների մեջ սուզվել, ո՞մ ես նայում, ո՞մ ես փնտրում։ Երբ որ Պետրոսը կանչեց, ասեց. «Տեր, ազատիր», չեմ կարծում այդ ժամանակ հայացքով ինքը նայում էր նավակին, բայց գոռում էր. «Տեր, ազատիր»։ Հավանաբար ինքը նայում էր Հիսուսին ու ասում էր. «Տեր, ազատիր»։ Գրված անմիջապես Հիսուսը ձեռքը մեկնեց։ Կարդում եք այդ խոսքը։ 31-րդ խոսքում եւ Հիսուսը շուտ, այսինքն անմիջապես իր ձեռքը երկարացրեց, բռնեց նրան ու ասաց. «Թերահավատ, ինչու երկմտեցիր»։ Երբ որ դու ամեն տեսակ փոթորիկների մեջ, թեկուզ չի ստացվել քո հավատքի փորձառությունը, կիրառությունը, դու սկսել ես սուզվել, նորից նայում ես Հիսուսին, ասում ես. «Տեր, ազատիր»։ Չես նայում քո փորձառություններին, երեք սենց արեցի դուրս եկա սրա մեջից, այսօր էլ անեմ դուրս կգամ։ Չէ, քո փորձառություններին մի նայիր, կախված եղիր Աստծուց։ Նայիր Հիսուսին, ասա. «Տեր, ազատիր», ու անմիջապես գրված է։ Հավատում ես, որ անմիջապես Հիսուսը ձեռքը կմեկնի քեզ։ Պատկերացնում եք, Հիսուսը ջրի վրա կանգնած էր, ինքը քայլում էր ջրի վրայով։ Պետրոսն էլ երևի լավ մոտեցել էր, որ կարող էր անմիջապես ձեռքը մեկնել։ Մեկ էլ որ սկսեց սուզվել, կարծում եմ դա արագ չեղավ։ Այս միանգամից մինչև վերջ սուզվեց Պետրոսը։ Հավատքը սկսեց մարել, հավատքը սկսեց տեղափոխվել ալիքների վրա, ու ինքը սկսեց սուզվել։ Որքան տեղափոխվում էր ալիքների վրա, այնքան ավելի էր սուզվում։ Գտեսա, որ էլ ինքը իր ուժերով չի կարող դուրս գալ։ Չսկսեց լողալ, չկանչեց իր ընկերներին ու նավակին, ասաց. «Տեր, ազատիր», ու գրված անմիջապես ձեռքը մեկնեց ու բռնեց, այսինքն արդեն շատ մոտ էր Հիսուսին։ Հիսուսը ձեզանից հեռու չի։ Մատթեոս 28-րդ գլխում 20-րդ խոսքում ասաց. «Ձեր հետը մինչև աշխարհի վերջը»։ Դուք հավատում եք այս խոսքին։ Որտեղ եք դուք գտնվում։ Ձեր հետը մինչև աշխարհի վերջը։ Մի պահ մտածիր, դու գնում ես տուն քնելու, պարկում ես անկողնու մեջ, Հիսուս ասաց քեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Դուրս ես գալիս, ասում ես գնամ խանութ մի բան առնեմ, ասաց քեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Գնում ես աշխատանքի, ասաց քեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Կարող ես գտնել մի տեղ, որտեղ քեզ հետ չի մինչև աշխարհի վերջը։ Խոստացել է Հիսուսը, դուք հավատում եք դրան։ Ուրեմն որտեղ կյանքում ինչ տեսակ դժվարություն հանդիպի, չգիտեմ, մեկը զանգեց հեռախոսով դժվարություն ասել է քեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Հենց այդ պահին ինքը քեզ հետ քո կողքին լսում էր հեռախոսով, թե դու ինչ լսեցիր։ Մեկը եկավ քո մոտ ինչ որ մի վատ լուր բերեց, քո կողքին է Հիսուսը ու ինքը լսեց ինչ ասեցին քեզ։
քեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Ու երբ որ դու լսում ես առաջին վատ լուրը կամ չգիտեմ ինչ որ մի տեղը միանգամից ցավում է, առաջին միտքը առաջանում է որ դա շատ վատ բան էր, կամ էլ ինչ որ մի վատ բան, չգիտեմ, մեզ կյանքը լցված են այդպիսի փոթորիկներով, ալիքներով, ինչ ես անում։ Ասում ես ինչպես երեք արեցի, թե ասում ես Հիսուս ազատիր, Հիսուս օգնիր։ Ինչու, որովհետև միշտ քեզ հետ է մինչև աշխարհի վերջը քո կողքին։ Ես մի բան եմ ուզում առաջարկեմ։ Հիսուսը միշտ ամեն վարքյան ձեզ հետ է, ինքը իր խոստումի ետևում կանգնած է ու երբեք չի փոխելու իր խոսքը։ Դու որքան ես նրա հետ։ Սա կերևա գիտեք ինչից։ Երբ որ դու անընդհատ կհաղորդակցվես նրա հետ, երբ որ դու անընդհատ կփնտրես նրան, կտեսնես դժվարություն, կասես Տեր, ձեռքդ տուր։ Տեր Հիսուս, ձեռքդ տուր, անմիջապես քեզ հետ է ինքը ու երբեք քեզ չի լքելու։ Դու հավատում ես սրան։ Հենց որ դժվարությունը հանդիպում, անմիջապես հայացքդ ուղղում ես Հիսուսին։ Ասեմ, որ սա հեշտ չի ու միանգամից չի ստացվում։ Սկսես վստահել մեկին, որին դու չես տեսնում։ Այս սա է հավատքը։ Սկսես նայել մեկին, որին դու չես տեսնում, ու նայելուց էլ չես տեսնելու։ Պատկերացնում եք ինչ եմ ասում։ Սկսում ես վստահել մի անձնավորության, որը միշտ քեզ հետ է, բայց դու նրան չես տեսնում, ու չես էլ տեսնելու ֆիզիկապես։ Սրա համար պետք է վարժանք։ Իսկ այս վարժանքի լավագույն տեղաղոթքն է։ Տանը գնում ես, փակում ես դռները, փակվում ես քո ներքին սենյակում, ինչպես Հիսուսը ասեց։ Փակում ես քո աչքերը, ասում ես ուզում եմ նայեմ քեզ, Տեր։ Ուզում եմ, որ իմ սրտի, մտքի, հայացքի առաջ միայն դու լինես։ Ու որքան երկար ես կարողանում կանգնես, հայացքով Հիսուսին նայելով, կյանքում այնքան հեշտությամբ ես կարողանում բռնել Հիսուսի ձեռքը, երբ որ կարիքը լինում է։ Գիտես ինչով ստուգի քեզ, ինչքանով ես Հիսուսից կախված, երբ որ հանկարծակի մի բան է պատահում, առաջին ինչին ես դիմում։ Քո առաջի ռեակցիան ինչպիսին է լինում դրա նկատմամբ։ Բայց սկսում ենք սրանից, փակում ենք մեր աչքերը, որ ուշադրություն չդարձնենք իրար վրա։ Ինձ էլ ուշադրություն մի դարձրեք, ես բեմի վրա ինչ կկատարվի, բոլորովին ուշադրություն մի դարձրեք։ Ու ձեր սրտի, ձեր մտքի հայացքով նայեք Հիսուսին։ Դիմեք Հիսուսին, ասեք քեզ եմ ուզում, Տեր։ Ուզում եմ, որ իմ սրտի հայացքը միայն քեզ տեսնի, Տեր։ Այդ ժամանակ կարող ես խոսել լեզուներով, կարող ես քո շուրթերով ասել, Տեր, ուզում եմ քեզ, որովհետև շատ կարևոր է, որ քո սրտում եղած այն ինչ որ դու մտածում ես արտահայտես քո շուրթերով։ Դու մարդ ես, ոչ միայն հոգի ես, այլ նաև մարմին ես։ Եվ այս ամբողջությունը պիտի ձգտի դեպի Հիսուսը։ Ոտքի կանգնենք։